Open Media-ի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Re News լրատվականի շաբաթօրյա թողարկումը։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Լուսինեն Ղարսայան, բարի կեսօր։ Միացյալ Նահանգների Հայդատի հանձնախմբի հայտարարության համաձայն Թրամփ-Վենսի վարչակազմը անցած շաբաթ հայտնել է, որ երկիրը ակտիվորեն խրախուսում է Երևանին և Բաքվին ապահովելու էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին պահպանել հայկական պատմամշակութային կոթողներն ու եկեղեցիները։ Պետքարտուղարությունից ստացված նամակը վկայակոչելով Հայդատը վստահեցնում է, որ Միացյալ Նահանգները Բաքվում իր դեսպանի միջոցով ուշադիր հետևում է Ադրբեջանում կալանավորված հայերի դատավարություններին և հաստատում է, որ դեսպանատան աշխատակիցները հնարավորության դեպքում Բաքվում այցելում են դատական նիստերին։ Հիշեցնեմ, Բաքվի բանտերում ըստ պաշտոնական տվյալների 23 հայ գերի է պահվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հանրությանը տեղեկացրել է հարկային մուտքերի աճի մասին։ Հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 7,4 միլիարդ դրամով։ Պետական բյուջեն մուտքագրվել 2 տրիլիոն 13 միլիարդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավելի են 13,9%-ով կամ 245,6 միլիարդ դրամով։ Նա գրել է և շնորհակալություն հայտնել աշխատող հարկերը վճարող քաղաքացիներին և պետական բյուջեի հարկային եկամուտների աճն ապահովող պետական ծառայողներին։ Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել գրիպի դեմ։ Մասնագետները կոչ են անում քաղաքացիներին չուշացնել ու օգտվել պատվաստվելու հնարավորությունից, քանի որ գրիպի շրջանը դեռ առջևում է։ Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել են ազգային ժողովի պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները։ Այսօր Գյումրիի տոնն է, ինչի առիթով ուղերձներ են հղել քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։ Ղուկասյանը նշել է, որ քաղաքի օր տոնը ոչ միայն Գյումրիինն է, այլև նրանցը, ովքեր սիրում են Գյումրին, գյումրեցիներին, հարգում են ավանդույթներն ու մշակույթը, նրանցը, ում համար Գյումրին հարազատ, ջերմ ու տաք օջախ է։ Մարզպետ Արուշանյանն էլ գրել է, որ տոնը ևս մեկ առիթ է խոսելու Գյումրու բացառիկության աննախադեպ հմայքի մասին, ջերմության, թասիբի, հումորի, գիտության, արվեստի, արհեստի, սպորտի ու սիրո քաղաք է Գյումրին, որին չսիրել չի լինի, որով չհիանալ չի լինի, գրել է նա։ Առավոտյան 10-ի դրությամբ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկել է 276,000 ընտրող։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալով մասնակցության մակարդակը կազմել է 7,85% 2021 թվականի քվեարկության ժամանակ։ Այդ ցուցանիշը 7,41% էր։ Վրաստանի քաղաքացիներն ընտրում են 64 քաղաքապետ, ավելի քան 2000 սակրեբուլիոնների անդամներ, որոնց հայկական համարժեքը ավականիներն են։ 8 առաջատար ընդդիմադիր ուժեր բոյկոտել են ընտրությունները, դրանք անվանելով ֆարս և կոչ են արել իրենց կողմնակիցներին բոյկոտել ընտրությունները և հավաքվել Թբիլիսիում բողոքի ակցիայի։ Ոստիկանությունն էլ ուժեր է կենտրոնացրել քաղաքի կենտրոնում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել պաղեստինյան Համաս խմբավորմանը։ Զենքը վայր դնելու և պատանդներին ազատելու համար Թրամփը վերջնաժամկետ էր սահմանել մինչև կիրակի ժամը 18-ը, խոստանալով մերժման դեպքում Համասի առջև բացել դժոխքի դարպասները։ Ըստ հայտարարության Համասն ընդունել է վերջնաժամկետը։ Թրամփը պաղեստինցի խաղաղ բնակիչներին կոչ է արել տարհանվել Գազայի ավելի անվտանգ շրջաններ։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով Գազա քաղաքից տարհանվել է ավելի քան 870,000 բնակիչ։ Հիշեցնեմ, Համաս-Իսրայել պատերազմը սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այս օրը Համասի զինյալները ներխուժել էին Իսրայել, սպանել 1200 հոգու, առևանգել 251-ին։ Իսրայելցիների երկամյա հրթիռակոծություններից զոհվել է 66,414 պաղեստինցի, վիրավորվել 151,000-ից ավելին, մեծ մասը կանայք ու երեխաներ։ Միջազգային լրահոսը մեկ տեսաշարով։
Համասը պատրաստ է ազատ արձակել բոլոր իսրայելցի գերիներին եւ անմիջապես բանակցություններ սկսել Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության համաձայնագիրը քննարկելու համար։ Պաղեստինյան խմբավորումը հայտարարում է, որ Իսրայելի Գազայում պատերազմը դադարեցնելու եւ անկլավից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերման դեպքում պատրաստ է ազատ արձակել բոլոր իսրայելցի գերիներին, ինչպես ողջ, այնպես էլ մահացած։ Համասի ձեռքում դեռ կա 48 պատանդ, որոնցից 20-ը ենթադրաբար դեռ ողջ են։ Զինյալները նաեւ կհրաժարվեն Գազայում իշխանությունից եւ կհանձնեն զենքը։ Ի պատասխան Իսրայելը կդադարեցնի հարձակումը եւ դուրս կբերի զորքերը տարածքի մեծ մասից, կազատի հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների եւ կապահովի մարդասիրական օգնության ներհոսք։ Մոտ 2 միլիոն պաղեստինցիների բնակվող տարածքը կհանձնվի միջազգային կառավարման, որի վերահսկողությունը կիրականացնեն Թրամփը եւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։ Անցած գիշեր ռուսական զորքերը հասցրել են պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի գազային օբյեկտներին ամենամեծ հարվածը։ Կիևի տվյալով Ռուսաստանն ընդհանուր առմամբ արձակել է 381 անօդաչու եւ 35 հրթիռ։ Նշվում է, որ համակցված հարվածի հիմնական թիրախները եղել են նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 1400 կիլոմետր հեռավորության վրա։ Ռուս հակաօդայինները գիշերվա ընթացքում խոցել են 117 դրոն։ Ռուսական զորքերի գրոհային ստորաբաժանումները մտել են Սևերսկ, սկսվել են մարտեր քաղաքի փողոցներում։ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարի խորհրդական Իգոր Կիմակովսկին տեղեկացրել է, որ ռուսական զորքերը Սևերսկ են մտել արևելյան հատվածից եւ արագորեն առաջ են շարժվում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 30-ին էր հայտնել, որ ռուս զինվորականներն ազատագրել են Դոնեցկի շրջանի Մալի Սևերսկ բնակավայրը։ Ուրբաթ գիշերը Բելգիայի արևելքում գտնվող ռազմակայանի վրայով նկատվել է 15 չճանաչված անօդաչու թռչող սարք։ Դրոնները Էզենբորնի ռազմակայանի վրայով անցնող անօդաչուները պատահաբար են հայտնաբերվել։ Բելգիայի պաշտպանության նախարարությունը սկսել է միջադեպի հետաքննություն։ Հինգշաբթի երեկոյան Գերմանիայի Մյունխենի օդանավակայանի աշխատանքներ կատվածահար եղել դրոնների հայտնվելու մասին հաղորդում ստանալուց հետո։ Վերջին օրերին Դանիայի, Նորվեգիայի եւ Լեհաստանի օդանավակայանները նույնպես դադարեցրել են աշխատանքը չճանաչված դրոնների ակտիվության պատճառով։ Օդային տարածքի խախտումներ են արձանագրվել նաեւ Էստոնիայում եւ Ռումինիայում։ Մոսկվան հերքում է օդային տարածքների խախտման մեղադրանքները, դրանք անվանելով անհիմն։ Վալդայի ակումբում Եվրոպա դրոններ ուղարկելու մասին ի պատասխան Պուտինը կատակել էր «Էլ չեմ անի», ասել էր Կրեմլի ղեկավարը։ 25 տարվա գահակալումից հետո Լյուքսեմբուրգի մեծ դուքս Անդրին պաշտոնապես հրաժարվել է գահից։ Հոգուտ ավագ որդու թագաժառանգ Գիոմի իշխանության փոխանցման հանդիսավոր արարողությունը, որը տեղի ունեցավ Դքսական պալատում, խորհրդանշում է սերունդների փոփոխություն Եվրոպայի ամենահարուստ եւ կայուն միապետություններից մեկում։ Արարողությանը ներկա են Դքսական ընտանիքի անդամները, մեծ դքսուհի Մարիա Թերեզան, արդեն նոր մեծ դուքս Գիոմն իր տիկնոջ արքայադուստր Ստեֆանիի հետ, Լյուքսեմբուրգի քաղաքական ղեկավարությունը վարչապետ Լյուկ Ֆրիդենի գլխավորությամբ։ Միջոցառման նշանակությունն ընդգծում էր նաև հարևան երկրների ղեկավարների մասնակցությունը։ Ներկա էին Բելգիայի թագավոր Ֆիլիպը, Նիդերլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նարնե Ղուկասյան, Րիոփեն մեդիա։ Դոնալդ Թրամփը ջանում է դժոխքի դարպասները բացել նաև թմրակարտելների առաջ։ Ավելին Սպիտակ տունը թմրաբարոններին հայտարարված պատերազմի մասին կոնգրեսին ծանուցում է ուղարկել։ Այս ամենը շաթդաունի պայմաններում։ Վաշինգտոնում նորից կառավարության աշխատանքը կանգնել է արդեն 4 օր։ Հոկտեմբերի 1-ի 12:01 րոպեից Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես շաթդաունի աշխատանքի դադարեցման ռեժիմում է։ Գործադիրի աշխատանքային ժամացույցի սլաքները կանգ առան, երբ կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները չկարողացան համաձայնության գալ կառավարության ֆինանսավորումը շարունակելու շուրջ։ Արդյունքում 100 հազարավոր պետական աշխատակիցներ ուղարկվել են չվճարվող արձակուրդի, իսկ մի շարք դաշնային ծառայությունների աշխատանքը կասեցվել է։ Ճգնաժամի պատճառը քաղաքական է։ Դեմոկրատները պնդում են, որ ֆինանսավորման ցանկացած օրագիծ պետք է ներառի առողջապահական սուբսիդիաների երկարաձգում։ Մինչդեռ հանրապետականները պահանջում են այս երկու հարցերը դիտարկել առանձին։ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո փակուղու համար կողմերը միմյանց մեղադրեցին։ This is day 2 of Donald Trump's
Դոնալդ Թրամփի կառավարության փակման երկրորդ օրն է, բայց սա 256-րդ օրն է այն քաոսի, որ Թրամփի նախագահությունը բերել է ամերիկյան ժողովրդին։ Մենք պատրաստ ենք, ցանկանում ենք եւ կարող ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ, յուրաքանչյուրի հետ, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, որպեսզի փորձեն գտնել կառավարությունը վերաբացելու ուղին, ծախսերի շուրջ համաձայնելու համար, որն իրականում կբավարարի ամերիկյան ժողովրդի կարիքներին, միաժամանակ լուծելով հանրապետականների առողջապահական ճգնաժամը։ Դեմոկրատների համար առողջապահական արտոնությունների հարցը ոչ թե պարզապես բյուջետային կետ է, այլ միլիոնավոր քաղաքացիների կենսական խնդիր։ Հակիմ Ջեֆրիսը զգուշացնում է, որ հանրապետականների անզիջում դիրքորոշումը հասարակ ամերիկացիներին կդնի ֆինանսական հարվածի տակ։ Եվ առաջիկա օրերին դուք կտեսնեք, որ ավելի քան 20 միլիոն ամերիկացիներ կբախվեն առողջապահական ապահովագրավճարների, համավճարների եւ նվազեցումների կտրուկ աճի, քանի որ հանրապետականները չեն ցանկանում երկարաձգել մատչելի առողջապահության մասին օրենքի հարկային արտոնությունները։ Կառավարության շատդաունը կաթվածահար է արել նաև ամերիկյան տիեզերական գործակալության NASA-ի աշխատանքը։ NASA-ի ավելի քան 18,000 աշխատակիցներից 15,000-ը ուղարկվել են չվճարվող արձակուրդ։ Աշխատում է միայն նվազագույն աշխատակազմը կենսական նշանակության գործերի համար, ինչպիսիք են միջազգային տիեզերակայանի անվտանգությունը եւ եղանակային արբանյակների մոնիթորինգը։ Նախագահ Թրամփը կարծես պատրաստվում է օգտագործել շատդաունը որպես ճնշման գործիք։ Նա ոչ միայն չի բացառել, այլև սպառնացել է դաշնային աշխատակիցների կրճատումներով եւ դեմոկրատների համար կարևոր նախագծերի տապալմամբ։ Կարող են լինել աշխատանքից հեռացումներ, եւ դա նրանց մեղքն է։ Բացի այդ, կարող են լինել նաեւ այլ միջոցներ։ Մենք կարող ենք կրճատել նրանց կարևոր նախագծերը, նույնիսկ ընդմիշտ չեղարկել։ Շատերն ասում են, որ ես Թրամփս ցանկացել եմ սա, բայց ես դա չեմ ցանկացել։ Շատերն այդպես են ասում, քանի որ ես իրավունք ունեմ կրճատելու այն, ինչը երբեք չպետք է հաստատվեր, եւ ըստ ամենայնի ես դա կանեմ։ Բայց քաղաքական մրցակցությունից զատ շատդաունն ունի իրական շոշափելի հետևանքներ։ Դաշնային աշխատակիցների արհմիության նախագահը զգուշացնում է, որ այս իրավիճակը խաթարում է պետական մարմինների աշխատանքը եւ դժվարացնում նոր մասնագետների հավաքագրումը։ Դաշնային աշխատակիցները 25%-ով ավելի քիչ են վաստակում, քան մասնավոր հատվածում նույն աշխատանքը կատարողները, ինչը դաշնային կառավարությանը դնում է իրական անբարենպաստ դիրքում։ Ավելին, մարդիկ տեսնում են, որ նրանք հարգանք չեն ցուցաբերում դաշնային աշխատուժի նկատմամբ։ Նրանք վիրավորում են, վախեցնում, աշխատանքից հեռացնում։ Այս կառավարությունում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ, որոնք առաջ երբեք չեն եղել։ Տնտեսական տվյալների հրապարակման դադարեցումը զգուշավոր է դարձրել ներդրողներին, սակայն անորոշության պայմաններում կտրուկ աճել է ապահով ապաստարան համարվող ակտիվների, մասնավորապես ոսկու պահանջարկը, որի գինը հասել է ռեկորդային մակարդակի։ Այս ներքաղաքական պայքարի ֆոնին, որտեղ կողմերը միմյանց մեղադրում են երկիրը վտանգի տակ դնելու մեջ, նախագահ Թրամփը իր ապագա ծրագրերի մասին է խոսում։ Մեծ ծրագրեր ունեմ։ Այո, ունեմ մեծ ծրագրեր։ Ես ուզում եմ գոյատևել։ Դա հենց իմ ծրագրերից հիմնականն է։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում։ Դա խելագարություն է։ Այդ խելագար դեմոկրատների օգտագործած հռետորաբանությունը շատ վտանգավոր է։ Նրանք քաղաքականությունը դարձրել են շատ վտանգավոր։ Թրամփի վարչակազմը ծրագրում է մինչև 1700 ազգային գվարդիայի զինվոր մոբիլիզացնել 19 նահանգներում, աջակցելու ներգաղթի եւ մաքսային ծառայության գործողություններին։ Զորքերը հիմնականում տեղակայվելու են հանրապետականների վերահսկողության տակ գտնվող նահանգներում՝ Թենեսիում, Տեխասում, Ֆլորիդայում, Լուիզիանայում։ Սակայն Թրամփը նաեւ սպառնացել է զորքեր ուղարկել դեմոկրատների խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Չիկագոն եւ Նյու Յորքը, հանցավորության աճի պատճառությամբ։ Լոս Անջելեսում եւ Վաշինգտոնում արդեն իսկ տեղակայումներ են եղել։ Այս իրավական վեճերի ֆոնին Թրամփի վարչակազմը որոշել է զորքեր ուղարկել նաև Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաք, դաշնային ներգաղթային կառույցները, իր բառերով ներքին ահաբեկիչներից պաշտպանելու պատրվակով։ Սա առաջացրել է նահանգի իշխանությունների կտրուկ արձագանքը, որոնք հայց են ներկայացրել վիճարկելով նախագահի որոշումը։ Մեզ պետք չեն եւ մենք չենք ուզում դաշնային զորքեր Օրեգոնում, որոնք վախ են սերմանում, հակամարտություն ստեղծում եւ անկեղծ ասած սրում են մի իրավիճակ, որը վերահսկողության տակ է։ Դա խախտում է ինքնակառավարման մեր իրավունքը, խոչընդոտում է տեղական իրավապահ մարմինների իրենց առաքելություն իրականացնելու կարողությանը։ Կարծում եմ նախագահը չունի նահանգի տարածքում դաշնային զորքեր տեղակայելու լիազորություն։ Օրեգոնը մեր տունն է, այն ռազմական թիրախ չէ։ Ազգային գվարդիայի տեղակայումը ամերիկյան քաղաքներում ավելին է, քան պարզապես իրավական գործողությունը։ Այն դարձել է քաղաքական
կառավարության պայքարի գործիք, որտեղ դաշնային կառավարության եւ նահանգների իշխանությունների միջև սահմանադրական լիազորությունների սահմանները ենթարկվում են լուրջ փորձության։ Մի կողմից նախագահը պնդում է, որ գործում է ազգային անվտանգության շահերից ելնելով, մյուս կողմից նահանգապետերն ու դատարանները նրան մեղադրում են իշխանազանցման եւ իրավիճակը քաղաքական նպատակներով սրելու մեջ։ Դոնալդ Թրամփը ձգտում է դափնիների, նաեւ արտաքին աշխարհում, պարբերաբար ակնարկելով, որ արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակին։ Դե Դոնալդ Թրամփի համար Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալը բացարձակապես բացառված է, եւ պատճառը հիմնականում այն է, որ նա աջակցում է Գազայում շարունակվող ցեղասպանությանը, թեև ասում է, թե ատում է մարդկանց սպանությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հստակեցնում է, որ այս տարի խաղաղության մրցանակի ճանապարհն անցնում է մեկ կետով՝ Գազայում պատերազմի դադարեցմամբ։ Խաղաղության Նոբելյան մրցանակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դուք դադարեցնեք այս հակամարտությունը եւ կարողանաք վերջապես վերաբացել մարդասիրական օգնության ուղիները, փրկել երեխաների, կանանց, տարեցների կյանքը։ Միացյալ Նահանգների 4 նախագահ է ստացել այս մրցանակը՝ Թեոդոր Ռուզվելտը, Վուդրո Վիլսոնը, Ջիմի Քարտերը եւ Բարակ Օբաման։ Բոլորն են միջազգային դիվանագիտության մեջ իրենց ներդրման համար։ Աշխարհի ուշադրությունը շուտով կսևեռվի Օսլոյին, որտեղ հոկտեմբերի 10-ին կհայտարարվի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։ Նոբելյան փորձագետները գրեթե միաբերան պնդում են, որ Թրամփը չի կարող հաղթել, քանի որ նրա քաղաքականությունը քանդում է այն միջազգային կարգը, որը փորձում է պաշտպանել Նոբելյան կոմիտեն։ Սակայն անկախ նրանից, թե ով կստանա մեդալն ու $1,200,000, Թրամփի համար այս թեման ամենայն հավանականությամբ կմնա քաղաքական շահարկումների առարկա։ Իսկ այսօրվա իրողությունն այն է, որ խաղաղության մասին խոսող նախագահը ներքաշված է մի ճգնաժամի մեջ, որը նրա կառավարման ընթացքում արդեն երկրորդ անգամ կատվածահար է արել իր իսկ երկրի գործադիրի աշխատանքը։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Աշխարհում սկսվում է հեղափոխությունների նոր շքերթ դարավար օրինակն է Նեպալում տեղի ունեցածը, պարզվում է այս երկրի օրինակը ոգեշնչել է երիտասարդներին ամբողջ աշխարհում եւ հիմա Մադագասկարից մինչեւ Պերու սկսվել են շարժումներ, որոնք ստացել են Z սերնդի հեղափոխություն անունը։ Նման մի երևույթ տեղի է ունեցել 15 տարի առաջ, այն ժամանակ ստանալով արաբական գարուն անունը ու հանգեցնելով հեղափոխությունների Թունիսից մինչեւ Սիրիա, բայց այս ամենը կարծես ամենագլոբալն է ու որևէ սահման չի ճանաչում։ Մարոկոյում հարյուրավոր մարդիկ հարձակվել են անվտանգության ուժերի հենակետի վրա, հրդեհելով հաստատության մի մասը եւ մեքենաները։ Իշխանությունների հաղորդագրության համաձայն անվտանգության ուժերը կրակ են բացել, սպանելով 3 զինված երիտասարդի, որոնք փորձել են զենք հափշտակել։ Ջենզի 212 երիտասարդական խմբավորման կազմակերպած բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են կրթության եւ առողջապահության բարելավում։ Ջենզիի ցույցերը շարունակվում են նաև Մադագասկարում, հիմնականում պայմանավորված ամբողջ երկրում տիրող ջրի խիստ պակասով եւ հաճախակի հոսանքազրկումներով, որոնք տներն ու տնտեսությունը թողնում են առանց էլեկտրականության ավելի քան 12 ժամով։ Այնինչ սկսեց որպես հուսահատության ճիչ, արագորեն վերաճեց նախագահ Անդրի Ռաձուելինայի իշխանության դեմ լուրջ ընդվզման։ Շարժման առաջատար ուժը ոչ թե ավանդական ընդդիմությունն է, այլ սոցիալական ցանցերում կազմակերպված երիտասարդները, Ջենզին։ Նոր սերնդի շարժումները հիմնականում ոգեշնչվել են Նեպալում երիտասարդների առաջնորդությամբ անցկացված նմանատիպ ցույցերից, որոնք ցույց տվեցին, որ համացանցում սկիզբ առած դժգոհության ալիքը կարող է վերածվել իրական քաղաքական փոթորկի։ Նեպալում բավական է շարժումը պայքարելով կոռուպցիայի դեմ զանգվածային ցույցերի միջոցով ստիպեց իշխանություններին գնալ զիջումների եւ իրականացնել համակարգային փոփոխություններ։ Այսուհետև մենք պետք է կանխենք երիտասարդների արտագաղթը։ Մենք պետք է ինչ-որ բան անենք Նեպալի համար եւ այստեղ աշխատատեղեր ստեղծենք։ Այժմ եւ ապագայում այլևս կոռուպցիա չպետք է լինի։ Հազարավոր եւ միլիոնավոր երիտասարդներ ստիպված են եղել արտագաղթել, թող այդ օրերը այլևս չկրկնվեն։ Ես ցանկանում եմ ասել, որ բոլոր այն երիտասարդները, որոնք հեռացել են արտասահման, կարողանան վերադառնալ ու մնալ Նեպալում եւ աշխատանք գտնել։ Թող գալիք օրերը լինեն լուսավոր ու բարենպաստ։ Մադագասկարում մշտական հոսանքազրկումներն ու ջրի պակասը ցույցերի են հանգեցրել մայրաքաղաք Անտանանարիվուն դեռևս 2024 թվականի սեպտեմբերից, որից հետո շարժումը տարածվեց այլ քաղաքներում։ Երիտասարդները ցույցերը կազմակերպել են սոցիալական ցանցերի, մասնավորապես Facebook-ի միջոցով։ Բողոքները վերաճել են ոստիկանության հետ բախումների, իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ, նախազգուշական կրակոցներ արձակել։ Իշխանությունները նաև պարետային ժամ են սահմանել։ ՄԱԿ-ը հայտնել է առնվազն 22 զոհի եւ 100-ից ավել վիրավորների մասին։ Պատճառը վերագրելով անվտանգության ուժերի բռնի արձագանքին, սակայն Մադագասկարի արտգործնախարարությունը վիճարկել է այդ տվյալները։ Սեպտեմբերի 29-ին նախագահ Ռաձուելինան հեռուստաուղերձում լուծարեց կառավարությունը, խոստանալով երկխոսություն սկսել երիտասարդների հետ, սակայն վարչապետին զոհաբերելով դրությունը փրկելու փորձերը չմեղմեցին ցույցերը։
Գուցե մենք չենք բավարարել ձեր ձգտումները կամ նույնիսկ չենք լսել ձեր ապրած վախերն ու տագնապները։ Հետևաբար, համաձայն Սահմանադրության 54-րդ հոդվածի, ես այսօր որոշում եմ կայացրել ազատել վարչապետին եւ արձակել նրա կառավարությունը։ Սեպտեմբերի կեսերից էլ Պերուի երիտասարդներն են ոտքի կանգնել։ Նրանց առաջնորդությամբ ընթացող ցույցերն ուղղված են նախագահ Դինա Բոլուարտեի դեմ եւ պայմանավորված էին վիճելի կենսաթոշակային բարեփոխումներով, կոռուպցիոն սկանդալներով, տնտեսական անկայունությամբ, աճող հանցագործությամբ եւ 2022 թվականի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի կրակոցներից տասնյակ ընդդիմադիրների սպանության համար պատասխանատվության բացակայությամբ։ Մենք խաղաղ կերպով բողոքում էինք, բայց նրանք հարձակվեցին ժողովրդի վրա, կրակեցին, արցունքաբեր գազ օգտագործեցին։ Ոստիկանները լավ գործում են ժողովրդի դեմ, բայց երբ խոսքը վերաբերում է հանցագործներին եւ մարդասպաններին բռնելուն, նրանք այդպիսին չեն։ Ջեյնզիի վերջին բողոքի ցույցերը Մարոկոյում, Մադագասկարում եւ Պերուում ոգեշնչված Նեպալի հակակոռուպցիոն շարժումից արտացոլում են երիտասարդ սերնդի վճռականությունը, սոցիալական ցանցերում բարձրացրած ալիքը վերածելով իրական եւ հուժկու քաղաքական շարժման, որը ստիպում է իշխանություններին կամ փախչել երկրից, կամ գնալ լրջագույն զիջումների, կամ պատասխանատվություն կրել երկրի աղետի եզրին հասցրած գործողությունների համար։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Ճապոնիայում առաջին անգամ վարչապետի պաշտոնում կլինի իգական սեռի ներկայացուցիչ, նա տնտեսական անվտանգության նախկին նախարար Սանաե Տակաինտին է։ Հիշեցնեմ, սեպտեմբերին Ճապոնիայի վարչապետի Շիգերու Իշիբան հրաժարական էր տվել։ Անգլիական եկեղեցին նույնպես իր մոտ 500-ամյա պատմության մեջ ունի իր առաջին կին արքեպիսկոպոսը Սարա Մալալին։ Քենթերբերիի առաջին կին սրբազանն է, նա 63 տարեկանը 7 տարի Լոնդոնի եպիսկոպոսն է եղել, իրեն համարում է ֆեմինիստ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Անը հրամայել է արգելել կրծքի մեծացման վիրահատությունները, դրանք անվանելով հակասոցիալիստական։ Ըստ բրիտանական լրատվամիջոցների Փհենյանի հանրային անվտանգության նախարարությունը տեսչական խմբեր է ուղարկելու կասկածելի բուժկենտրոններ կամ ընդհատակյա վիրահատարաններ գաղտնի վիրաբույժների եւ կեղծ կուրծք ունեցող կանանց հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Grand Chess Tour-ի շախմատային տարվա եզրափակիչ մրցաշարում հայկական շախմատի երբեմնի երկարամյա առաջատար այժմ Միացյալ Նահանգների դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը շահել է 3-րդ մրցանակը, հնդիկ մրցակցին գերազանցելով 20 եւ 8 հաշվով։ Տարվա ընթացքում 5 գերմրցաշարերի արդյունքով 4-րդ ուժեղագույն գրոսմայստերը հասել է եզրափակիչ, որը կայացավ բրազիլիական Սան Պաուլո քաղաքում։ Կիսաեզրափակչում Արոնյանը դասական եւ արագ շախմատում ոչ ոքի է ավարտել մրցախաղերը Ֆաբիոնո Կարուանայի հետ եւ միայն կայծակնային շախմատում պայքարելը փակեց նրա ճանապարհը եզրափակիչ, իսկ ահա 3-րդ տեղի համար պայքարում Լևոնը անգերազանցելի էր։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, կհանդիպենք այդ ժամին։ Մինչև այդ ժամը։